Հիմա փորձ։ Մի քիչ արի հետ։ Ես հետագայի համար եմ Հարակային համայնքներ, խոշորացված համայնքի բնակիչներ, հարգելի հավաքաններ, հարգելի հյուրեր, ողջունում եմ բոլորի։ Այսօր տեղի ունենա հավաքանու նիստը, որում ապահովված է դրա այդ առումով հավաքանու նիստը համարում եմ բացված։ Մեր օրակարգում դրված է մեր հարց։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հավաքանու նիստն է առաջին։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի հավաքանու 2025 թվականի ապրիլի 19-ի օրենքի ուժով հրավիրված արտահայտիստի օրակարգը հաստատելու մասին առաջին հարցն է։ Ովքեր են ում հաստատենք օրակարգը, որը դրված է բոլորի սեղանների վրա։ Դեմ չկա։ Հաստատվում է օրակարգը, դուք կարող եք ծանոթանալ օրակարգի հարցերին, ձերմով դրված թղթապանակի միջոցով։ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Փարաքար համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնելու մասին օրակարգի առաջին հարցն է։ Ղեկավարվելով տեղյական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի պահանջներով
Հայաստանի Հանրապետության դրական օրենսգիր սահմանադրական օրենքի 142 երկրորդ հոդվածի երկրորդ մասով հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 6-ի համար 12-ի A որոշումը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավականու 2025 թվականի ապրիլի 16-ի համար 3-ի A որոշումը Փարաքարի համայնքի ավականի որոշում է։ Առաջինը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի օրենքի ուժով ընտրված համայնքի ղեկավար Վալոդյա Լևոնի Գրիգորյանը իր լիազորությունները ստանձնում է 2025 թվականի ապրիլի 19-ին համայնքի բնակիչների տրված եղման արարողությամբ։ Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը երդվում եմ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավականու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։ Պատրաստվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացող նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին։ Երդվում եմ։
թվականի հաջորդ հերթական նիստի գումարման օր սահմանել 2025 թվականի մայիսի 15-ին ժամը 12-ին։ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման բայց հարգելի ավականներ, խնդրում եմ ովքեր են կողմ, քվեարկեն։ Մեկ անգամ ևս խնդրեմ ոտքի կանգնենք բոլորս, տերունական աղոթքով այս օրը ավելի շնորհակալ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ երեցի անուն քո, եկես երկայթյուն քո, երեցին կամ քո, որպես երկինս եւ երկրի, ըսած մեր անապազոր, դուր մեզ այսօր, եւ թող մեզ փառքիս մեր, որպես եւ մենք թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզ ի փորձություն, այլ հրգյաս մեզի չարե, զիքո երկայթյուն եւ զորություն եւ բարք ավետյանս ամեն, ըստ գործը սերած մերոց ուղիղարել մեզ Տեր, ըստ գործը սերած մերոց հաջողյա մեզ ամեն, շնորհակալություն։ Հետարքո պարոն Գրիգորյան, Արկաջան, ավականու անդամներ, ձերի տերայր և Արկաջան և թականկին բարակարցիներ, ձայն բազմած ձայն աստուց, ասում ենք մենք, ժողովրդի ձայնը աստուց ձայնը և ամեն անգամ այդպես ժողովուրդն է, որ կարողանում է ընտրել և իրավունքները պաշտպանել։ Եվ այսօր յուրահատուկ օր է բոլորիս համար, աշխարհի բոլոր քրիստոնյաների համար, ավագ շաբաթ է, որ այսօր նաև մենք պետք է հաղթական ավետիսը մաղթենք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության։ Մեր ժողովուրդը հարության խորհրդով ապրող ժողովուրդ է։ Մենք հավատում ենք հարության մեծագույն խորհրդին, որտեղ մեզ է Քրիստոսի պես կարան Գողգոթա, խաչեցին, թաղեցին, բայց մենք հարություն ենք ապրել։ Շուտով նաև ապրիլ 24-ը պետք է մենք տոնախմբենք, որովհետև մենք հարյուրամյակին հայեկեղեցին մեր նահատակներին սրբադասեց և այլևս մենք ոչ թե հոգեանստյան կարգ ենք կատարում, այլ խնդրում ենք նրանց բարեխոսությունը մեզ համար, մեր նահատակների, և մենք չպետք է մոռանալ ոչ մի դեպքում այն ինչ որ կատարվեց մեր ազգի հետ, նաև այսօր որ շարունակվում է, ով մոռանում է իր ազգի անցյալը, մոռանում է նաև ներկան և ապագան մեր։ Միշտ պետք է ապրենք արթուն, և այսօր մեր մեծագույն մաղթանքն է, գնահատական էօրտությունն է ձեզ, պարոն Գրիգորյան, ավականու բոլոր անդամներին և մեր սիրելի ժողովրդին, որ բարձր պահենք մեր պատիվը, հզոր պահենք մեր ազգի խիղճն ու հարգանքը և նաև հավատը, մեր բանակը, որտեղ մեր բանակն է, այո, գրավականը մեր ապահովության, գրավական և սխալ է, ես սխալ եմ, որ բանակը մեր բարեխված է, մեր բանակը կա, մեր տղաները կան և հարգեղած դեպքում կպաշտպանեն մեր հայրենիքը։ Մենք բոլորս վստահ ենք մեզ։ Եվ այսօր մենք ուզում ենք որպեսզի այս հնագույն համայնքի, հարակարի, հնագույն համայնքի, խոշորացված համայնքի, մեր սիրելի նորընտիր, համայնքի ղեկավարին մաղթենք միայն հաջողություն։ Գեղեցիկ օր ընտրվեց երկնակալության, ասի հաղթական օր է այսօր, բոլոր մեր քրիստոնյաների համար։ Այսօր Քրիստոսի հաղթական հարության ավետիսը պիտի տանք մենք բոլորս իրար
եւ թող այդ ավետիսով շարժվեք, պարոն Գրիգորյան, եւ միայն ախտանակների շարանը ձեզ ուղղորդի, որպեսզի ավելի եւս հզորացնենք, ավելի եւս ամրապնդենք համայնքի կյանքը եւ ամեն անգամ գալուց նորանոր հաջողություններով մենք բոլորս միասին ուրախանանք եւ հպարտանանք։ Թող Աստված ձեզ բան լինի եւ նաեւ բավականին բոլոր անդամներին համատեղ գեղեցիկ աշխատանքով եւ մեր ժողովրդի այս աջակցությունը, որ դուք ունեք, թող լինի ձեզ առավել եւս ուժ եւ կարողություն եւ նաեւ նեցուկ ձեր ամբողջ այս պաշտպանավորման ընթացքում։ Աստված ձեզ շնորհավորում ենք եւ մաղթում ենք ամենայն բարի